Խաղաղության գործընթացը գագաթնակետին է հասել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ Փաշինյանն այսպես է սկսում ելույթը Վարշավայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Նշում է, որ առանց ԱՄՆ նախագահի անձնական ներգրավվածության գործընթացը կարող էր մնալ անորոշ։ Հիմա մենք անգամ ունենք առևտուր Ադրբեջանի հետ, ներմուծում ենք նավթամթերք, բաց է Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղին։ 90-ականներից ի վեր առաջին անգամ է, որ գնացքը հասնում է Հայաստան-Ադրբեջանի տարածքով։ Խաղաղությունը հիմա կառուցման փուլում է։ Խաղաղության մասին պատմելով Հայաստանի վարչապետը հիշատակում է նաև 2022-ի հոկտեմբերի 6-ի հանդիպումը։ Պրահայում Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա, մոտ 3 տարի անց արդեն կա Թրամփի ուղի և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակում։ Խաղաղության և բարեկեցության Թրամփի ուղին ընթացքի մեջ է, դա շատ կարևոր ռազմավարական ներդրումային նախագիծ է։ Այն ներառելու է երկաթուղի Հայաստանի տարածքով, որը կկապի արևելքն ու արևմուտքը, այդ թվում Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ և կբացի երկաթուղային կապը Հայաստանի համար դեպի հարավ։ Ինչ խոսք, այն նաև նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպական միության համար։ Հին աշխարհի համար բացվող դռներից զատ դիվանագետներին հետաքրքրում է Ռուսաստանը։ Փաշինյանը հիշեցնում է, որ մինչև 2024 թվականը Հայաստանի սահմանային անցակետերի մեծ մասում, այդ թվում օդանավակայանում վերահսկում էին ռուս սահմանապահները։ Հիմա պատկերը այլ է։ Մենք շնորհակալ ենք Ռուսաստանին ներկայության համար, որպես նորանկախ պետություն 90-ականների սկզբին մենք չէինք կարող այդ տեսակի ծառայությունը մատուցել։ Հիմա հնարավոր է և զարգացնում ենք մեր կարողությունները։ Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազային, մենք որևէ պլան, ծրագրեր չունենք, մտահոգություններ էլ չունենք կապված ռուսական ռազմաբազայի հետ։ Հայաստանն այսպիսով շարունակում է մնալ Ռուսաստանի սերտ գործընկերը։ Երևանը հիասթափված է հապկից, սառեցրել է հարաբերությունները, բայց հայ-ռուսական հարաբերությունները վերափոխման փուլում են և դրանք կառուցվում են նոր ձևաչափով, նշում է Փաշինյանը։ Եղան ստորագրված փաստաթղթի տարբեր մեկնաբանություններ, բայց կարևոր է նշել, որ 2020 թվականի նոյեմբերի 8-ին Ռուսաստանի և անձամբ նախագահ Պուտինի դերը կարևոր եղավ հրադադար հաստատելու հարցում։ Խոսելով ՀԱԵԿ-ի մասին, վարչապետն ասում է, որ Հայաստանը ներկայում մեծ հզորությամբ ատոմակայանի կարիք չունի և փորձագետների գնահատմամբ նպատակահարմար է կառուցել փոքր մոդուլային ատոմակայան։ Հարցը քննարկում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի և Չինաստանի հետ լավագույն առաջարկը գտնելու նպատակով։ Փաշինյանը Վարշավայում հանդիպել է նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ներկայացրել այցի նպատակները, խաղաղության օրակարգը, տնտեսական զարգացման քայլերն ու իրական Հայաստան գաղափարախոսությունը։ Ալադավթյան, Էպիկենտրոն։